Այս երիտասարդը տեղի ինքնապաշտպանության գումարտակի մարտիկներից է։ Մարտիկներ, որ արդեն 3 տարի օրոգիշեր դիմագրավում են թշնամու հրթիռահրետակոծոններին, կանգնեցնում հակառակորդի գրոհները, հայրենի գյուղը փրկելով արյունալի սպանդից, իսկ երբ հարկ է լինում, արժանի հակահարված հասցնում թշնամուն։ Մի հրետակոծության ժամանակ էլ Մանվելի բախտը չբերեց։ Թշնամու տանկից արձակած արկը պայթեց ուղիղ խրամատի մեջ։ Մանվելն ուշքի եկավ հոսպիտալում, որտեղ արդեն անդամահատել էին նրա ոտքը ծնկից վերև եւ բժիշկները երկմտում էին։ Անդամահատել նաեւ գրեթե կտրված ձեռքը, թե ոչ։ Ձեռքը փրկեցին, իսկ երկարատև մարզումներն օգնեցին վերականգնել ձեռքի ֆունկցիաները։ Մանվել, դու հիմա զինվոր ես, թե ինչ ես անում ես։ Աշխատում եմ որպես զինվոր։ Աշխատում ես, թե զինվոր ես։ Զինվոր եմ։ Աշխատում եմ, կարելի ասել աշխատում եմ, բայց զինվոր եմ եղել, զինվորել կամ զինվորել կմնամ, քանի ոտք եմ, քանի սաղ եմ։ Մանվել, որ ոտքդ էր, ես արդեն չեմ տարբերում։ Աջ ոտքս էր։ Սա։ Ահա։ Այստեղից չէ մոտավորապես։ Այստեղից։ Բա չի խանգարում քեզ դա։ Չի խանգարում։ Ինչպես կլինի, որ չխանգարի։ Դες կողմնորոշում եմ, աշխատում չմտածեմ, որ դա ոչ թե արհեստական ոտ է, այլ իմ հիմնական ոտն է։ Մի բանով է տարբերվում, որ չեմ կարող վազեմ։ Ամել, այ դու հիմա կարող էիր որպես կռված տղա, որպես վետերան տանը գտնվել եւ հարևաններին, բարեկամներին, կանանց պատմել քո հերոսությունների մասին, բայց այսօր դու նորից այստեղ ես։ Ինչպես է, որ դա այդպես է։ Ճիշտն ասած, դա ոչ մի հերոսություն չկա։ Հերոսություն այն բան կարող ալներ, եթե ես իմ նպատակին հասնեի, բայց ես հլա որ այս ժամանակից շուտ է լավ իմ դեպքը։ Իսկ ո՞րն էր քո նպատակը։ Իմ նպատակը այն էր, որ ես հասնեի այն 5 կռվողներին, Սարիգին, Մանվելին, Հայրուին, Արայիկին, Շմայսին, որ հասնեի ու իրանց նման զինվոր լինեի։ Ես իմ չեմ էլ իմանում, հասել եմ թե չէ, բայց դժվար իմ կարծիքով։ Ժամանակից շուտ։ Բայց ես տեսնում եմ, որ չես էլ ուսահատվել, ըստ երևույթին։ Չէ, ուսահատվելը չեմ ուսահատվել։ Ես էլի գործ եմ անում, ռացիով եմ խոսում, բայց էլի մի չոփով օգնում եմ, էլի կարևոր տղերքի հետ եմ այդքանով, որ ես չեմ հաշվի առնում, որ հանգարց որևիցե երկու ոտանի տղեն ինձանից առավել է։ Ես ինձ իրանցից պակաս չեմ զգում։ Ամուսնացած ես։ Ամուսնացած եմ։ Երեխաներ ունես։ Մի աղջիկ։ Կինդ ինչպես է վերաբերվում քո վիրավորվածությանը։